Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի 1182-րդ օրն է։ Եթե հիշում եք, երեկ ասացի, որ չնայած այն հանգամանքին, որ Թրամփը եւ իր թիմակիցները երեկվա օրը վճռորոշ էին անվանել, մենք ձեզ հետ միասին կգնահատենք, թե ինչպիսին էր երեկվա օրը, մենք տեսանք, որ բացի դատարկ խոսակցություններից այնտեղ ոչինչ չկար, առավել եւս վճռորոշ ոչինչ չկար։ Իհարկե, Թրամփը եւ իր թիմակիցները լեզվով իրենց երկինք են բարձրացնում, բայց փաստը մնում է փաստ, նույնիսկ Պուտինի հետ երկրորդ անձնական զրույցից հետո Թրամփը ոչինչ չկարողացավ անել, ոչինչի չկարողացավ հասնել։ Ավելին, հիշում եք, ես մեկ անգամ իմ եթերում արդեն ասել եմ, որ տպավորություն կա, որ Թրամփը դեռ նախքան նախագահ դառնալը ինչ-որ բան է խոստացել Պուտինին, իսկ հիմա բախվելով դաժան իրականությանը փորձում է փախչել միաժամանակ եւ իր խոստումներից եւ հենց արդեն նույնիսկ կոնֆլիկտից երեք դա ավելի շատ երևաց։ Թրամփը նախաձեռնեց 30-օրյա անվերապահ հրադադար եւ չկարողացավ իրականացնել այն։ Մի քանի օր առաջ նա ասաց, որ իր անձնական միջամտությունը կհանգեցնի Զելենսկու եւ Պուտինի միջև ուղիղ բանակցությունների, սակայն երեք Կրեմլի կողմից նման համաձայնություն չտեսանք։ Պուտինը ժամանակ է շահում եւ Թրամփը կամա թե ակամա ջուր է լցնում Պուտինի ջրաղացին։ Ինչքան էլ որ Թրամփը ժպտում է Զելենսկուն, մենք տեսնում ենք, որ դա հարկադրված բարեկամություն է։ Երկրների լիդերների մասով եմ ասում, մեր կողմից, որովհետեւ Ամերիկան մեր գործընկերն է, ամերիկացի ժողովուրդը մեր բարեկամը, մենք շնորհակալ ենք նրանց եւ մենք ընդունում ենք Թրամփին որպես ամերիկյան ժողովրդի ընտրություն։ Բայց ակնհայտ է, որ Թրամփի հետ մեր ջրերը նույն հունով չեն հոսում եւ ոչ մեր մեղքով։ Պարզապես Թրամփի կողմից կա կուտակված հին նեգատիվ մեր երկրի ղեկավար Զելենսկու հանդեպ, որը նա չի կարող բացահայտ եւ ամբողջությամբ արտահայտել, բայց քաղաքականության մեջ երևում է։ Ինչու չի կարող արտահայտվել, որովհետեւ չափազանց շատ ընդհանուր կապեր կան, որոնք նրան դա թույլ չեն տալիս։ Եվ այս իրավիճակում հաշվի առնելով Թրամփի բնավորությունը, պարզ է, որ նրա համար ավելի հեշտ է փախչել, քան զբաղվել իր իսկ PR խաղաղարարությամբ։ Բոլորը հասկանում են այս խաղաղարարի դերը նա ընդունել է զուտ PR-ի համար, ռեյտինգի համար, որովհետև Ամերիկայում Թրամփի ռեյտինգները գնալով իջնում է։ Եթե նա կարողանար իրոք բերեր կոնֆլիկտի լուծման, կարող էր մեծ համբավ վաստակել ամբողջ աշխարհում, բայց տեսնում ենք, որ Թրամփին դա բացահայտ չի ստացվում։ Հաշվի առնելով ներպետական ճնշմանը եւ եվրոպացի գործընկերների ազդեցությունը, Թրամփը եւ իր թիմը մի քիչ փոխել են ռետորաբանությունը, բայց էությամբ նա օտար է այս թեմայում։ Ես գրեթե վստահ եմ, Թրամփը իրականում չի ցանկանում նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, եւ եթե նույնիսկ Կոնգրեսն ու Սենատը դրանք ընդունեն, չի բացառվում, որ նա պարզապես ձգձգի ստորագրել է կամ չստորագրի։ Երեկվա Թրամփի ակտիվությունն ըստ ինձ պարզապես թեմայից փախուստ էր, երբ նա հիշատակեց Վատիկանը կամ այլ երկրներ բանակցությունների համատեքստում, նա պարզապես փորձում էր բեռը գցել ուրիշների վրա։ Թրամփը չունի այնքան անկեղծություն, որ ընդունի, ինքը ձախողեց բանակցային գործընթացը, որը հենց ինքն էր նախաձեռնել։ Եվ ըստ երևույթին այս իրավիճակից փորձում է դուրս գալ այսպես, ինչպես որ տեսանք երեք։ Բայց Թրամփը շարունակելու է իհարկե հետևել թեմային եւ եթե հանկարծ բանակցությունները արդյունք տան, նա հաստատ կփորձի վերադառնալ եւ իրեն վերագրել այդ հաջողությունը։ 4 ձևական գործընթաց նա դեռ կշարունակի։ Իսկ եթե ամեն ինչ ձախողվի, Թրամփը կասի, թե ինքը ամեն ինչ ճիշտ էր արել, պարզապես ուրիշներն են չացրել գործը։ Եթե կարճ ձևակերպենք, այսպիսին են իմ ընկալումները։ Ձեր կարծիքները խնդրում եմ ասեք մեկնաբանություններում։ Financial Times-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցին միացած եվրոպացի առաջնորդները հիասթափվել են, երբ պարզ դարձավ, որ ամերիկացի առաջնորդը տրամադրված չէ մեծացնել Կրեմլի առաջնորդի վրա ճնշումը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար, լուրջ բանակցություններ վարելու համար։ Այս ֆոնին Ուկրաինան իր գործընկերների հետ քննարկում է Ռուսաստանի հետ նոր բանակցությունների հնարավորությունը, որպես համապատասխան վայրեր դիտարկվում են Թուրքիան, Վատիկանը կամ Շվեյցարիան։ Այս մասին մայիսի 19-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այսպիսով Ուկրաինայի առաջնորդը պահպանում է հավասարակշռությունը Թրամփի հետ հարաբերություններում, բայց երկրի շահերը պաշտպանելու համար նա հետագա գործողությունները քննարկում է ավելի շատ եվրոպացի գործընկերների հետ։ Նույնիսկ Չինաստանը կոչ է արել Ուկրաինայի հարցում արդար համաձայնության գալ։ Պեկինը ակնկալում է, որ բոլոր կողմերը կշարունակեն ցուցադրել իրենց պատրաստակամությունը իրենց ճգնաժամը քաղաքական միջոցներով լուծելու համար։
Մինչ մեր եթերի մնացած թեմաներին անցնելը ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր աջակցության համար, ձեր մեկնաբանությունների, լայքերի եւ մեր եթերները տարածելու համար իրոք շատ եք օգնում, շատ շնորհակալ եմ ձեզ։ Խնդրում եմ այսօր նույնպես չմոռանալ ակտիվորեն լայքել մեր եթերը։ Հիշեցնեմ, որ ամենատպավորիչ կադրերը, որոնք ցավոք չենք կարող ցուցադրել YouTube-ում, կարող եք տեսնել մեր Telegram-յան ալիքում։ Մեր բոլոր սոցիալական ցանցերի հղումները դրված են մեր բոլոր եթերների նկարագրության մեջ։ Անցնենք ռազմաճակատի լուրերին։ Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի է ունեցել 177 մարտական բախում։ Պոկրովսկի ուղղությամբ Ուկրաինայի պաշտպանները կասեցրել են ռուսների 72 գրոհային եւ հարձակողական գործողություն։ Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի ավիացիան, հրթիռային ուժերը եւ պաշտպանության ուժերի հրետանին հարվածներ են հասցրել 8 տեղամասի, որտեղ կենտրոնացած էին թշնամու անձնակազմը, զենքն ու ռազմական տեխնիկան։ Վերջին 24 ժամվա ընթացքում Կուրսկի ուղղությամբ տեղի է ունեցել 10 ռազմական բախում։ Մեր Telegram-ում ունենք ռազմաճակատում ուկրաինացի զինծառայողների աշխատանքի հրաշալի կադրեր, կան կադրեր եւ Կուրսկից եւ Բելգրադից, կարող եք վայելել։ Կատաղի մարտեր են ընթանում Դոնբասում, Կուրսկի եւ Բելգրադի մարզերում, Ուկրաինայի զինված ուժերը առաջընթաց են գրանցում Կուրսկի մարզում, իսկ ռուսական ռազմական աղբյուրների տվյալներով հյուսիսկորեացիները չգիտես ինչու չեն օգտագործվում Կուրսկի մարզում մարտերին։ Կուրսկի մարզից ռազմական գործողություններից հյուսիսկորեացիների անհետացման պատճառները ուսումնասիրվում են, հնարավոր է նրանք կորցրել են իրենց մարտունակությունը կամ էլ ռուսները նրանց պահում են նոր խոշոր հարձակման համար։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը շարունակում է դիպուկ հարվածներ հասցնել Սև ծովում գտնվող ռուսական ռազմական օբյեկտներին։ Նոր հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է Ռուսաստանի Դաշնության կողմից գրավված հակառակորդի ռադիոլոկացիոն կայանը եւ պահեստները հորատման հարթակներում։ Տպավորիչ կադրեր ունենք մեր Telegram-յան ալիքում։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնածավալ ագրեսիայի սկզբից ի վեր թշնամու ընդհանուր մարտական կորուստները գնահատվում են մոտավորապես 975,800 զավթիչ։ Ուկրաինական զորքերը մեկ օրում ոչնչացրել են 1030 ռուս զավթիչ եւ 290 միավոր հակառակորդի զինտեխնիկա։ Մայիսի 20-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի քաղաքների վրա 108 շահեդ դրոններով։ Այսօր առավոտվա դրությամբ Ուկրաինայի հոպը խոցել եւ չեզոքացրել է 93 թշնամու դրոն։ Մեր հաղորդումը պատրաստելու պահին հոպ ուժերի մարտական գործողությունը դեռևս շարունակվում էր։ Հակառակորդի հարձակման արդյունքում տարբեր աստիճանի տուժել են Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի, Սումիի եւ Ժիտոմիրի մարզերում։ Բացի այդ, չեն դադարում օկուպանտների կողմից սահմանային եւ առաջնագծի մոտ ուկրաինական բնակավայրերի հրետակոծությունը։ Օրինակ, ռուսական զորքերը եւս մեկ հարձակում իրականացրեցին Խերսոնի քաղաքացիական բնակչության վրա։ Քաղաքի առավոտյան հրետակոծության հետևանքով վիրավորվել է 10 մարդ։ Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը, որը թիրախավորում է ագրեսորի ստվերային նավատորմը։ Խոսքը այսպես կոչված ստվերային նավատորմի գրեթե 200 նավերի մասին է։ Նոր սահմանափակումները նախատեսված են Մոսկվայի վրա ճնշումը մեծացնելու համար, մասնավորապես ծովային տրանսպորտի ոլորտում, ինչը նախատեսում է գործող պատժամիջոցների շրջանցմանը։ Բացի այդ, փաթեթը ներառում է հիբրիդային սպառնալիքների եւ մարդու իրավունքների խախտումների դեմ միջոցառումներ։ Մեջբերեմ, որքան երկար Ռուսաստանը վարի այս պատերազմը, այնքան ավելի կոշտ կլինի մեր պատասխանը, ընդգծել է Կայա Կալասը։ Միաժամանակ Եվրոմիությունը արդեն մշակում է հաջորդ պատժամիջոցների փաթեթները, որոնք պետք է մեծացնեն միջազգային ճնշումը Ռուսաստանի վրա եւ մեկուսացնեն նրա տնտեսությունն ու քաղաքականությունը։ Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ի պատասխան Ուկրաինայի վրա 3-ի առաջին օրվա դրոնների ամենախոշոր հարձակման պատճառով։ Սահմանափակումները կազդեն ռուսական զենքի համակարգերի, այդ թվում Իսկանդեր հրթիռների մատակարարման շղթաների վրա։ Մեջբերեմ, քանի որ նախագահ Պուտինը անողոք կերպով ուժեղացնում է իր հարձակումները անմեղ ուկրաինացիների վրա, Մեծ Բրիտանիան ուժեղացնում է ճնշումը, սահմանելով 100 նոր պատժամիջոցներ, ասում է հայտարարության մեջ։ Մեջբերեմ, թարմացված պատժամիջոցների ցանկը ներառում է կազմակերպություններ, որոնք աջակցում են Ռուսաստանի ռազմական մեքենային, էներգիայի արտահանմանը եւ տեղեկատվական պատերազմին, ինչպես նաեւ ֆինանսական հաստատություններ, որոնք օգնում են ֆինանսավորել Պուտինի Ուկրաինայի դեմ ագրեսիային, ասում է Լոնդոնի հայտարարության մեջ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ եվրոպական երկրները կուժեղացնեն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը։ Դե ինչ, տեսնում ենք, որ արևմտյան գործընկերների քաղաքական ոճը շատ տարբեր է, եթե Եվրոպան արթնացել է եւ սկսել է ավելի
ակտիվ գործել, ապա ամերիկյան կողմի ճնշումը Ռուսաստանի վրա գրեթե բացակայում է։ Մենք միևնույն է մերն ենք անելու, պայքարելու ենք մեր երկրի համար ոսոխի դեմ եւ մարտի դաշտում եւ քաղաքական դաշտում, այնպես որ Պուտինը կարող է հույս չունենալ, որ ինչ որ կհաջողվի ժամանակ շահել։ Չէի ուզենա շատ երկարացնել, այսօրվա համար այսքանը, մեր լսարանին լավ երեկո եմ մաղթում, Ուկրաինան կա եւ կլինի, իսկ Պուտինը չի լինի։ Լավ եղեք, մինչ նոր հանդիպում։